Բարև ձեզ։ Գերմանիայում թուրքերը հիշել են հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին ու այցի գնացել Թալյատի սպանության վայր։ Հայերը նույն օրը հիշել են Սողոմոն Թեհլերյանին, Թալյատի մահավճարի կատարածողին եւ ծաղիկներ խոնարել նրա հուշակոթողին։ Թալյատի հրամանով թուրքերը կոտորել եւ հայրենազրկել են մի ողջ ժողովուրդ։ Գերմանիայի դատարանում արդարացված Թեհլերյանի կրակոցը փրկել է այդ ժողովրդի արժանապատվությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր ապրում է հենց այդ արժանապատվությունը։ 100 տարի անցել սրանք զուգահեռ իրողություններ են, դահճի ու զոհի էգզիստենցիալ պատմությամբ։ Արդեն 40 տարի Եվրոպայի դռները թակող թուրքերը մի օր կմոռանան Թալյատին, որովհետև եվրոպական վերնախավի հետ այդ աճուրդը վաղ թե ուշ տեղի կունենա։ Ինչպես գերմանացիներն ընդունեցին հրեաների դեմ ոչիրը, եվրոպական ընտանիքում իրենց հեգեմոնը պահպանելու դիմաց։ Թեհլերյանին մոռանալը կլինի այս աշխարհում մեր վերջին կանգառը, այն էլ նրա փրկած հայի արժանապատվության կորստի գնով։ Հիմա կասեք, ում էր պետք հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում առաջացած շեղումը ձևակերպված շեղում մեր արտաքին դիվանագիտական ուղուց վերածել հրապարակային սկանդալի։ Ինչ է, մեր ներսում էլ չկան բաներ, որ միայն ներսի համար են, որ միշտ պետք է մնան մեր ներսում, մեր պատմական հիշողության ալգորիթմով ու ակադեմիական դիվանագիտության պարզ նշաձողով։ Չէր կարելի հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին բացատրել կամ ազատել աշխատանքից առանց հանրային նսեմացնող այդ աղմուկի, եթե դա էր միակ լուծումը մեր արտաքին դիվանագիտական շահը սպասարկող։ Հաջողություն։